Մեզ ամեն օր հրամցնում են մի գեղեցիկ փաթեթավորված խաբկանք։ Այսօր մեր երկրի շուրջ ծավալվող իրադարձությունները հասել են մի կետի, որտեղ լռելը հավասարազոր է հանցագործության։ Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ։ Մեզ ցույց են տալիս եվրոպական առաջնորդների ժամանումներ ու ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցերը։ Եկեք նայենք իրականությանը։ Այս ամբողջ արտաքին քաղաքական թատրոնը միայն մեկ նպատակ ունի՝ թոզ փչել մեր քաղաքացիների աշկերին եւ ընտրությունների շեմին թաքցնել երկրի իրական աղետալի վիճակը։ Իրականությունն այն է, որ Բաքվի բռնապետն արդեն քանի տարի բացահայտ ասում է՝ Հայաստանի Հանրապետություն չպետք է լինի։ Դրանք ադրբեջանական հողեր են, իսկ գործող կառավարությունը հլու հնազանդ համաձայնվում է նրա բոլոր նախապայմաններին։ Մինչ մեզ փորձում են խաբել ներքին բեմականություններով ու ռազմական շքերթներով, թշնամին նույնիսկ չէ թաքցնում իր իրական ծրագրերը։ Այդում համար են Նախիջևանի Օրդուբադ քաղաքում հանդիսավոր տոնակատարությունները, արևմտյան Ադրբեջան կոչվող համագումարներ, ում համար են ճանապարհներ ասֆալտապատվում։ Ինչու է Ալիևն ասում, մենք մեր տանկերով չէ, մեր մեքենաներով կգնանք, մեր պապական հողերը։ Պատասխանը մեկն է։ Նրանք պատրաստվում են իրականացնել 300,000 ադրբեջանցիների օրինականացված վերաբնակեցումը Հայաստանի քաղաքներում և գյուղերում։ Ոչ մի զինվորական շքերթ ու փոքրիկ խմբակի հանդիսություններ մեզ չեն պաշտպանելու, երբ վաղը խաղաղության խաչմերուկի անվան տակ այս ամբողջ զանգվածը հայտնվի մեր կողքին։ Այս իշխանությունը քաղաքացիներից պարզապես թաքցնում է երկիրը ժողովրդագրական սողացող օկուպացիայի ենթարկելու այս վտանգավոր ծրագիրը։ Արևմտյան անկախ վերլուծական կենտրոնները, այդ թվում Քարնեգի Եվրոպան, Վաշինգտոնի Քվինսի ինստիտուտը, իրենց զեկուցումներում բացահայտ փաստում են, որ տրանսպորտային միջանցքները ոչ թե Հայաստանի անվտանգության, այլ ուրիշ երկրների շահերի համար են։ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը ևս նախազգուշացնում է, որ Վաշինգտոնն այս այցերով փորձում է թեքել Կշևքի նշանը օգուտ իր նախընտրած ուժի։ Սիրելի հայրենակիցներ, օտարերկրյա պատվիրակությունների ժամանումը չի փոխարինելու սահմանին կանգնած զինվորին։ Խաղաղությունը չի սակարկվում սեփական հայրենիքն ու իրավունքները վաճառելու գնով։ Մեզ այսօր պետք չեն դատարկ լոզունգներ կամ աշխարհաքաղաքական արկածախնդրություններ։ Մեզ պետք է սթափ հաշվարկ, հզոր տնտեսություն և իրական անվտանգային համակարգ։ Հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները հերթական քվեարկությունը չեն, դա մեր պետության լինելիության սահմանագիծն է։ Այդ օրը տանը մնալը կամ լռելը նշանակում է հանձնվել այս կործանարար ընթացքին։ Մենք պարտավոր ենք գնալ ընտրատեղամասեր և ձևավորել իրական ազգային իշխանություն։ Հենց այս նպատակով է, որ այսօր ձևավորվել է ուժեղ Հայաստան դաշինքը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Սա այն ուժն է, որն ունի գործնական փորձ, տնտեսական հզոր հենարան և հստակ ռազմավարություն, դադարեցնելու միակողմանի զիջումները և վերականգնելու մեր երկրի արժանապատվությունը։ Մենք կանգնած ենք այս դաշինքի կողքին, որովհետև ընտրում ենք ոչ թե պատրանքներ, այլ իրական, ուժեղ և պաշտպանված Հայաստան։ Եկեք հունիսի 7-ին միասին կատարենք այդ պատասխանատու քայլը։ Ընտրությունը մերն է, և ժամանակը սպառվում է։ Փոփոխությունները գալիս են ուժեղ Հայաստան։ Համար 3